Արտագաղթի ծավալները բացասական են ազդում տեղական արտադրողի վրա։ Օճառների, շամպունների ու լոսյոնների արտադրությամբ զբաղվող Ակայել Հովհաննիսյաններ ընկերությունը թեև ընդլայնման ներուժ ունի, սակայն այդ մասին չի մտածում։ Հաշվի առնելով Հայաստանի փոքր բնակչությունը, փոքր շուկան, ասենց ասեմ, մեր ծավալները այդքան մեծ չեն։ Մենք կարող ենք արտադրել մեծ քանակություն, պարզապես պատվերի հարցն է։ Ընկերությունը հայկական շուկայում է արդեն 10 տարի, ավելի մեծ եկամուտ կստանային Եվրամիության երկրներ արտահանում անելու դեպքում։ Մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից հետո նախընտրելի է դարձել Ռուսաստան արտահանումը։ Գործընթացը շատ արագ է ստացվում եւ այդ հարկային հարցերը բավականին շատ թեթևացրել են։ 20 տարի է մեղվաբուծությամբ է զբաղվում Լոռու Շիրակամուտ գյուղի բնակիչ Մեսրոպ Հարությունյանը։ Տարեկան 1-ից 2 տոննա մեղր արտադրող ընկերության համար զարգանալու խոչընդոտ կա։ Ցանկալի կլիներ, որ ասենք արտահանվող անալիզների բաների համար գները էժանացնեին կամ անվճար լինեին, որովհետեւ մարդիկ մեղրը իրացնեին։ Ֆիտոթուղթ անելու համար, ասենք Եվրոպա, Ռուսաստան արտահանելու բավականին գումարներ են։ 2009 թվականի տնտեսական ճգնաժամից դեռ ուշ քիչ չի եկել արևելյան մասնագիտացված սնունդ արտադրող եւ իրացնող Հալեբ ընկերությունը։ Հաջախորդների քանակը մուտքը խանութում նույնն է։ Ուղղակի եթե առաջ 10 ինքը արև անում, հիմա 5 է անում։ Արտադրանքը հիմնականում իրացնում են Երևանում գտնվող 3 խանութներում։ Գնորդներ ունեն նաև մերձավոր արևելյան երկրներից, միայն թե հարաբերությունները պետության հետ հարթ չեն ընթանում։ Իրանք չգիտեն ինչ են ուզում։ Միշտ օրենքները փոխվում են։ Հազիվ ադապտացիա են լինում նոր օրենքին, 3 ամիս չանցած նոր բան են ավելացնում։ Ոնց որ միայն նստիս մտածես իրենց օրենքները սորվիս, չխախտես, չնես, ասի փոխանակ բիզնեսը զարգացնես, մտածում ես որ ոնց դուք ես ադապտացիա անես։ Սեպտեմբերի 16-ից 18-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային սրահում հնարավոր կլինի ծանոթանալ 120 տեղական ու արտասահմանյան ընկերությունների արտադրանքին։ Armenia Expo 2016 ցուցահանդեսն անցկացվում է 16-րդ անգամ։